Բարև ձեզ սիրելիներս, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Այսօր երեխաներին կսովորեցնենք եւ տառանշանը, նրա գրությունը, արտասանությունը։ Խաղում ենք այո ոչ խաղը։ Սա արև է։ Այո, սա արև է։ Սա տերև է։ Ոչ, սա եղևնի է։ Եղևնին փշատերև ծառ է։ Այո, եղևնին փշատերև ծառ է։ Սա նարգիզ է։ Ոչ, սա արևածաղիկ է։ Արևածաղկի անունը առաջացել է նրա արև սիրելու պատճառով, քանի որ ծաղիկը գլուխը թեքում է արևի ուղղությամբ։ Սա սպիտակ է։ Ոչ, սա սև է։ Սա չորացած դեղին տերև է։ Ոչ, սա թարմ, գեղեցիկ, կանաչ տերև է։ Սա գորգ է, կարող է նկարը պարզ չլինի, երեխաները ասեն այո սա գորգ է, բայց բացատրում ենք, որ սա թռչնի թև է, թև, մաշտը ունի թև, թռչունն ունի թև։ Նորից կրկնում ենք բառերը եւ երեխաներին բացատրում ենք, որ եթե բառի մեջ լսում ենք է, վ տառակաբակցությունը, հետագայում մենք ավելի մանրամասը կբացատրենք, որ դեպքում է եւ կաշտացվում, որ դեպքում է-ը, ասում ենք, որ գրում ենք եւ տառանշանը, բայց կաշտում ենք f, արև, եղևնի, սև, արևածաղիկ, տերև, թև։ Երեխաներին նաեւ սովորեցնում ենք, որ եւ տառանշանը մեծատառ չունի։ Եթե մենք բառասկզբում հատուկ անունների մեջ, օրինակ Եվա, Եվրոպա անունների մեջ հանդիպում ենք Եվը, գրում ենք մեծատառ Ե, փոքրատառ Վ, եւ համարվում է եւ մեծատառը Եվ տառակաբակցությունը։ Իսկ փոքրատառ Եվը տառանշանը գրվում է այսպես։ Երեխաներին ցույց ենք տալիս եւ հարցնում. ինչին է նման, որ տառին է նման։ Եթե փակենք ալիքը, կլինի կի, յեի, թերի մասնիկը, եթե շարունակենք կդառնա, իսկ եթե գծիկի ուղղությամբ թեքենք, այի մասնիկ անենք, կլինի յեի շարունակությունը, բայց կիսատ ե ենք գրում, փոքրիկ ալիք ենք դնում, դառնում է եւ տառանշանը։ Ցույց ենք տալիս եւ պարունակող բառերը. արև, լսում ենք ևը, գրում ենք եւ, անձրև, նորից լսում ենք է-վ, բայց գրում ենք և, տերև, երեխաներին կարող ենք առաջարկել իրենք ևս ասեն բառեր, որոնց մեջ լսվում է է-վ, բարև, հարևան, ներքև, վերև, տերև, արևային, անձրևոց եւ այլ բառեր։ Եթե երեխաները դժվարանան, մենք կարող ենք օգնել։ Այժմ անդրադառնանք դասագրքի առաջադրանքներին։ Սա Սևանա լիճն է, երեխաները եկել են Սևանա լճում լողալու և զովանալու, արևը իր շողերով տաքացնում է մարդկանց, ճայերը թևերը տարածած ճախրում են երկնքում, հեռվից երևում է Սևանի կղզին, Սևակը, Եվան, Պարգևը և Գևորգը լողում են լճում, ցույց ենք տալիս և բացատրում, կան բառեր, որոնց մեջ եւ տառանշանը կաշտում ենք որպես 3 հնչյունի նշան եւ արտասանում ենք 3 հնչյուն ය, է, վ։ Օրինակի մեջ ասում ենք նաեւ, թեև, եւս այս բառերի մեջ եւ տառանշանը կաշտում ենք 3 հնչյունով նաեւ, թեև, եւս։ Իսկ բառամիջում եւ բառավերջում, հետևյալ բառերում հատկապես, եւ տառանշանը տեսնելիս կաշտում ենք է, վ, տերև, երևալ, արև, Եվան ու Սևանը, փոքրիկ, շատ փոքրիկ եւ թեթև սովորելով հնարավորություն տվող բանաստեղծություն է, որը մենք կարող ենք ինքնաթելադրությամբ գրել տալ երեխաներին։ Թեև ցուրտ է, բայց Եվան մեկնելու է ջինջ Սևան։ Բացատրում ենք, որ Եվան աղջկա անունն է, տեսեք բառասկզբում լսում ենք Եվը,
Քանի որ եւ մեծատար չունենք, գրում ենք մեծատար Ե, փոքրատար Բ։ Սևան, Սևանա լճի մասին երեխաները գիտեն, մի քանի անգամ պատմել ենք, խոսել ենք այս մասին, գրվում է մեծատառով եւ բառամիջում «և» լսելիս գրում ենք «եւ» տառանշանը։ Նայում ենք նկարին, փորձում ենք «եւ»-ով անուններ ասել, արևը տեսնել եւ կարդալ հետաքրքիր դասը։ Ումն է արևը։ Արևը մերն է, մեր տան վերևն է, ասում են Եվան ու Արևիկը, եթե նկատում եք, բառերի մեջ եւ կա։ Ոչ, արևը մերն է, մեր տան վերևն է, ասում են Լևոնն ու Սևակը, բոլոր անունների մեջ եւ կա։ Երեխաներ, արևը բոլորինս է, ասում է Գևորգ պապիկը։ Բոլորն էլ ուրախանում են։ Եվի մասնիկները եւ Երևան, Սևակ։ Սևակը տղայի անուն է, ինչպես նաեւ մենք Պարույր Սևակի անունին ենք ծանոթ, Պարույրը անունն է, Սևակը նրա գրական կեղծանունը։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։